Թուրքական սոցիալական ցանցերում եւ մի շարք տեղեկատվական հարթակներում տարածվող պնդումները, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իբր ստորագրել է պատերազմում զոհված հայ զինծառայողների ընտանիքներին եւ կարիքավոր խավերին $10 միլիոն ֆինանսական օգնություն հատկացնելու մասին որոշումը պաշտոնապես հերքվել է։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահի վարչակազմի ինքից, ապա տեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը։ Նման պնդումները լիովին անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Թուրքիայի նախագահի կողմից ստորագրված որևէ որոշում, ինչպես նաեւ Հայաստանին ֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ որևէ պաշտոնական փաստաթուղթ կամ իրավական ակտ գոյություն չունի։ Նման հաղորդագրությունները նպատակային բնույթ են կրում եւ կոչված են մոլորեցնելու հասարակական կարծիքը, ինչպես նաեւ վնաս հասցնելու թուրք-ադրբեջանական հարաբերություններին։ Այս կապակցությամբ հանրությանը կոչ է արվում չվստահել նման ապատեղեկատվությանը եւ հիմնվել բացառապես պետական պաշտոնական կառույցների հայտարարությունների վրա։ Սոցիալական ցանցերում տարածվող կեղծ հրամանագրերն ու տեքստերը որևէ իրավական ուժ չունեն եւ պետք է գնահատվեն տեղեկատվական անվտանգության տեսանկյունից ծայրահեղ զգուշությամբ։ Սակայն ում եւ ինչու էր պետք նման տեղեկատվության տարածումը, այն էլ Հայաստանում հունվարի 28-ին նշվող հայոց բանակի ստեղծման տոնից բառացիորեն 1 օր առաջ։ Ռուս քաղտեխնոլոգ Սերգեյ Մարկելովի խոսքով Ադրբեջանը պետական մակարդակով կարող էր տարածած լինել այդ ապատեղեկատվությունը։ Խոսել այն մասին, թե Ադրբեջանը փորձում է ինչ-որ կերպ զայրացնել Թուրքիային, դա այդպես չէ, որովհետև իրականում Ադրբեջանը պետք է շնորհակալ լինի Էրդողանին հենց այն առումով, որ նա ժամանակին աջակցել է Ալիևին։ Թուրքիայում ավելի իմաստուն են գործում, իսկ Ադրբեջանում երիտասարդ ավտոկրատիա է։ Այդ պատճառով էլ կարող է հիմարություններ անել, այդ թվում նաև այս $10 միլիոն ֆինանսական օգնության թեման դրա վառ ապացույցն է։ Ադրբեջանը շարունակելու է նման տեղեկատվական կեղծիքներ տարածել, բարկացնել Հայաստանին, քանի որ Բաքուն հենց Երևանի հետ առճակատման գնալով է իրեն ուժեղ զգում, որքան պարադոքսալ չհնչի։ Ալիևը փորձելու է պահպանել հակամարտության իրեն հարմար ջերմաստիճանը։ Մարկելովը վստահեցնում է, Թուրքիայի կողմից որևէ այլ պատասխան կամ կոնկրետ քայլեր չեն լինելու ուղղված Ադրբեջանին, քանի որ Անկարան ընկալում է Բաքվին որպես նույնիսկ ոչ թե կրտսեր եղբայր, այլ որպես չար երեխա, որը դեռ չգիտի ինչպես զբաղվել աշխարհաքաղաքականությամբ։ Ըստ էության Էրդողանի համար սա Ադրբեջանի քաղաքական էլիտայի անզորության կամ նույնիսկ հիմարության մասին է խոսում, ուստի Ալիևը դեռ չի դիտարկվում մրցակից կամ թշնամի։ Այնպես չէ, որ Ադրբեջանի իշխանությունները քնում եւ արթնանում են Հայաստանի մասին մտքերով, բայց այսօրվա ադրբեջանական էլիտան դեռ չի գիտակցել այն քաղաքական նոր իրողությունները, որոնց հետ բախվել է 44-օրյա պատերազմից հետո։ Նրանք չեն կարողանում ընկալել հայ-ադրբեջանական հակամարտության ձևաչափի եւ տարածքային դե յուրե փոփոխությունները։ Եվ դա հասկանալի է, քանի որ ադրբեջանական պետության կոլեկտիվ հիշողությունը շատ դանդաղ է փոխվում։ Այդ պատճառով էլ նրանք կարող են հնարել նման կեղծ տեղեկատվություն, քանի որ փորձում են տանել նաև պատմությունը կեղծելու ուղղությամբ։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը պատմական հիմքեր ունի եւ այդ պատճառով էլ այն երբեք չի դադարի լինել։ Ըստ ռուս քաղտեխնոլոգի Երևան-Բաքու առճակատումը այս պահին ընդամենը փոխել է ձևաչափը, նաև գործիքակազմերը։ Եթե նախկինում այդ գործիքակազմը հիմնականում կենտրոնացած էր ռազմական հակամարտության տարածքային պահանջների Լեռնային Ղարաբաղի վրա, ապա այժմ այդ պատմությունը ինչ-որ առումով հետին պլան է մղվել, սակայն այն նույնպես երբեք չի դադարելու, վստահեցնում է փորձագետը։ Մարկելովի խոսքով շատ ակնհայտ է, որ ոչ հայկական կողմը, ոչ էլ ադրբեջանականը չեն կարող դադարել վիճել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, որքան էլ ստորագրվեն ինչ-որ խաղաղության հռչակագրեր, լինեն ձևական ձեռքսեղմումներ եւ դիվանագիտական փոխադարձ ժպիտներ, այդուհանդերձ հայ-ադրբեջանական ճգնաժամը հավերժ է, իսկ Թուրքիան դեռ շարունակելու է հանդուրժել Ադրբեջանի մանկական խաղերը մեծ քաղաքական արենայում, քանի դեռ դա ձեռնտու է իրեն։ Շիդա Ղազարյան, Վարդգես Հովհաննիսյան, TB News։